Հրաշքի ես սպասում, մեկ անգամ աղոթում ես և մտածում, որ Տերը քեզ չլսեց և չօգնեց։ Միասին մի քանի համարներ կարդանք և իմանանք, որ մենք ինչ-որ բան եթե սպասում ենք կամ խնդրում Տիրոջից, մենք պետք է գին վճարենք, և այդ գինը մեր ժամանակն է, մեր աղոթքը, մեր ծոմապահությունը, չէ որ մենք կարող ենք ժամեր անցկացնել հեռախոսի մեջ, հիվանդները հիվանդանոցում հերթերի մեջ, իսկ եթե մեր ժամանակը օգտագործենք արդյունավետ և ամեն զուր կորցրած ժամանակը դարձնենք աղոթքի ժամ, ընթերցանության ժամ, ծոմի ժամեր, ես հավատում եմ, որ շատ բան կփոխվի մեր կյանքում։ Ղուկաս 18:1-ում ասում է. պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ։ Մենք Տիրոջը հանգիստ պետք է չտանք մեր աղոթքներով, պետք է միշտ իր առաջ լինենք և ինքը կլսի և կպատասխանի։ Մատթեոս 7:7-ում ասվում է. խնդրեք և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք և ձեզ կբացվի։ Ոչ թե մեկ անգամ ասել, խնդրել և գնալ, այլ շարունակ աղոթել, մինչև տեսնել պատասխանը։ Եվ վերջում Հակոբոս 4:8-ում ասվում է. մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ։ Մոտենալու համար պետք է որոշում ունենաս և հստակ քայլես Տիրոջ մոտ գոհությունով և զոհողությունով։ Տերը օրհնի քեզ և մեզ սովորեցնի իր խոսքը։ Հիշիր, եթե մենք գին ենք վճարում ժամանակով, ծոմով, համառ աղոթքով, իրականում մենք ոչ թե վաստակում ենք Աստծուց, այլ ցույց ենք տալիս, որ Տերը և իր ներկայությունը շատ թանկ է մեզ համար։